Մեր եկեղեցու ծիսական արարողությունների անբաժան մաս են ամենօրյա ժամերգությունները։ Մայրաթոռի միաբանների թափորն ուղեկցում է հայոց հովվապետին դեպի Մայր տաճար, որտեղ նորին սրբության հանդիսապետությամբ կատարվելու է հանգստյան ժամերգություն։ Ուրբաթ օրը կատարվող հանգստյան ժամերգության ընթացքում նարեկացու եւ շնորհալու հոգեպարար աղոթքներով հոգեվոր դասը խնդրում է Տիրոջից դադարեցնել օրվա ալեկոծությունը։ Երեկոյան խաղաղական եւ հանգստյան ժամերգությունները կատարվում են մայրամուտից առաջ, խորհրդանշելով Քրիստոսի թաղումը, դժոխք իջնելն ու արդարներին տանջանքներից ազատելը։ Հոգեվորականները անդորր եւ խաղաղություն են խնդրում ամենօրյա մեղքերով ծանրաբեռնված մարդու հոգու համար։ Ժամերգությունը ընդհանրական աղոթքի ձև է եւ հատկապես այս շրջանին, երբ մեծի պահոց հրաշալի օրերն ենք ապրում եւ հավարտ մեծի պահքի պիտի առաջն Աստված տոնենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը, շատ կարեւոր է եւ շատ առավել ընդգծում է դառնում այն հանգամանքը, որ պետք է մասնակցենք նաեւ ժամերգություններին։ Սաղմոս 2-ն ասում է. «Օրվա մեջ 7 անգամ քեզ պիտի օրհնեմ»։ Մեր եկեղեցու սուրբ վարդապետները սակայն հաստատել են 9 ժամերգություն։ Օրվա ընթացքում ամեն ժամ Տիրոջը գոհաբանական եւ փառաբանական աղոթք ուղղելու համար։ Այստեղ կա նարեկացուց աղոթքներ, Տեր Ողորմիայի հնչողություն կլսենք, նաեւ կլսենք վերջում շատ գեղեցիկ մի մաղթանք Փառքեստեր, որի ընթացքում անընդհատ երգելով սաղմոսները այնտեղ կտեսնենք թե մեր հայրենիքի, թե մեր եկեղեցու պայծառության համար հնչող սաղմոսներ, որին ի պատասխան դասերից մեր սարկավակները կպատասխանեն օրհնյատերով, եւ նաեւ կա հավատով խոստովանի մներսը շնորհալու 24 տներից բաղկացած հրաշալի աղոթքը, որը կարծեմ թե յուրաքանչյուր քրիստոնյա պետք է կյանքի ընթացքում սովորի եւ անգիր անի, որովհետեւ իսկապես դրանք վերաբերում են քրիստոնյայի կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Մեղահերքից եւ առաջիկով Պահոց շրջանում բոլոր ուրբաթ օրերին կկատարվեն հանգստյան ժամերգություններ, իսկ չորեքշաբթի օրերին առավոտ կանուխ արևակալի ժամերգություն։ Լիաննա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։